Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, այսօրվա մեր ավականու նիստում շատ կարևոր նախագծեր ենք քննարկում, այդ թվում նաև Երևանի բյուջեն, սակայն այլ թեմայի մասին եմ այս պահին խոսելու։ Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը խոսեց թոշակների մասին։ Ես սակայն հիշեցնում եմ մեր այդ գործընկերոջը, որ շաբաթներ առաջ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց մի նախագիծ, որի համաձայն 2026 թվականից ունենալու ենք համապարփակ ամբողջական առողջապահական ապահովագրություն, որը ծածկում է հենց թոշակառուների տարիքային շեմը։ Դա դες ուղղակի որպես հիշեցում։ Իսկ ինչ վերաբերում է թոշակների բարձրացմանը եւ այլն, տվյալ հարցի հասցեատերը ձեր քաղաքական հայրն է։ Կգնաք իրեն կհարցնեք, ինչու՞ չվերադարձնում համապատասխան գումարները ապօրինի գույքի բռնագանձման գործով, նույն դրանից հետո մենք կխոսենք։ Այստեղ մեր գործընկերներից մեկը խոսում է հանձնաժողովի նիստերի հանրայնացման մասին։ Ես այդ նիստը կհանրայնացնեմ։ Օրեր առաջ քաղաքաշինության հանձնաժողովի նիստում կառավարությունը բերել էր մի նախագիծ, որի համաձայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 136 հիմնական դպրոցը պետք է հիմնանորոգվի եւ մենք որպես ավականու անդամներ դրա նախնական համաձայնությունը պետք է տանք։ Անդիմադիր գործընկերները տվյալ նախագծին կողմ չեն քվեարկել։ Եվ այդ նախագծին լիագումար նիստերի դահլիճում անդիմադիր մեր գործընկերները չեն մասնակցել քվեարկությանը, այդպես ինձ փոխանցեցին մեր տեխնիկական հարցերով զբաղվող գործընկերները։ Եվ այդ ամբողջ համատեքստում Ժորժ ջան, հիմա ուզում հասկանամ, դուք ինչին եք կողմ։ Ասում եք դպրոցներ չեք կառուցում, մանկապարտեզներ չեք կառուցում։ Դուք որպես ավականու անդամ ձեր լիազորությունները կատարում եք, ձեր քվեարկություններին մասնակցում եք։ Եվ մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրություն կատարել։ Ժողով դուք ոչ ձեր տանն եք գտնվում, ոչ էլ գտնում եք ձեր տան բակում։ Դուք գտնում եք Երևանի գլխավոր ամբիոնին հարի տարածքում, գլխավոր դահլիճում։ Եվ ձեր բառամթերքը եւ ձևակերպումների հանդեպ բավական ուշադիր եղեք։ Եթե ձեզ թվում է, թե մենք չենք կարող ձեր բառամթերքին համապատասխան արձագանք տանք, չէ, սխալվում եք։ Եվ ի վերջո դուք մի հատ կողմնորոշվեք։ Քաղաքական գործի չեք, թե քրեական ենթամշակույթ կրող ինչ-որ մարդիկ կկողմնորոշվեք, հետո կխոսենք։ Շնորհակալություն։